Դա շինծու գործ է։ Ես Հայաստանում ընդդիմություն չեմ տեսնում Քավլիցի։ Սրբազանները նստած են ավելի շատ քաղաքական, այսպես ասույթի համար։ Էլ բիզնես, էլ շնաբարու վարվելակերպ, էլ չգիտեմ զենքով խորամ մտնել։ Աստված ինքը շոշափելի կատեգորիա չի։ Մեր մոտ եկեղեցու հավատը, եկեղեցու հանդեպ հավատը գնալով թուլանում է, տկարանում է, ինչու համար։ Ես մի փոքր շոկի մեջ եմ։ Արցախի հարցը ոչ Նիկոլ Փաշինյանը կարող է փակել, ոչ էլ որևէ մեկը կարող է փակել։ Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան 11 թեմերից 3-ի առաջնորդները կալանավորված են։ Ինչ է դա նշանակում։ Կազմակերպված արշավ մայրաթորի դեմ, թե իրավապահ մարմինների լավ աշխատանքի արդյունք։ Ճաղերի ետևում հայտնված եպիսկոպոսները քաղաքական ռեպրեսիաների զոհեր են, թե հանցագործներ։ Իշխանության վերաբերմունքը վեհապարի հանդեպ եկեղեցական ավանդույթների խախտումով է պայմանավորված, թե հնազանդ կաթողիկոս ունենալու ցանկությամբ։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Եկեղեցու շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը մտահոգում է բոլոր հավատացյալ հայերին։ Ովքեր են մեղավոր այս մթնոլորտի ստեղծման մեջ եւ ինչ քայլեր են անհրաժեշտ եղած լարվածությունը նվազեցնելու համար։ Այս հարցը կքննարկենք պատմաբան Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանի ու քաղաքագետ վերլուծաբան Տիգրան Քոչարյանի հետ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջի հարցին խնդրում եմ կարճ պատասխանեք։ Արդյոք իրավապահների գործողությունները դրական եք գնահատում, թե ոչ։ Խնդրեմ։ Դրական մի քիչ կբարթանամ ասեմ, բայց իրավաչափ եմ գնահատում։ Խնդրեմ։ Իհարկե բացասական, ոչ իրավաչափ եւ ընտրվի արդարադատության, այսպես ասենք, վառ ապացույցն է այն, ինչ կատարում է եկեղեցը եւ ոչ միայն եկեղեցու հետ Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանանք տեսանյութին, որը գործընկերս է պատրաստել այս թեմայի վերաբերյալ ու արդեն կանցնենք բուն զրույցի։ Նախորդ շաբաթ ակտիվ քննարկումների ու փոխադարձ մեղադրանքների ալիք առաջացավ, երբ բերման ենթարկվեցին մի քանի հոգևորականներ, այդ թվում Արագածոտնի թեմի Ծաղմոսավանքի հոգևոր հովիվը, Արագածոտնի թեմի առաջնորդը։ Նրանց մի մասն այժմ կալանքի տակ է։ Հաղորդվեց, որ հոգևորականների տներում Արագածոտնի թեմի առաջնորդանում խուզարկություններ են կատարվել։ Դրանից հետո նաև ձայնագրություններ հրապարակվեցին։ Հոգևորականների փաստաբանները նշեցին, որ բերման ենթարկելը հանգամանքներ ուսումնասիրելու նպատակ ունի, բայց ըստ նրանց Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանայի սեպտեմբերի 16-ին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո հաղորդում է ներկայացվել։ Իսկ այդ օրը Տեր Արամն ասել է, թե 2021 թվականին ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ։ Քննչական կոմիտեն լրատվամիջոցներին տված իր պարզաբանումներում հետևյալներ նշել։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք հանցկացնելուն կամ դրան մասնակցելու խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ։ Արդյոք ձերբակալություններն այլ պատճառներ էլ ունեն։ Այդ օրը մայրաթորի խոսնակ Տեր Եսայի Քահանա Արթենյանն ազատությանը փոխանցել էր, որ մանրամասներից տեղյակ չեն եւ որ իրենք էլ պետք է որոշ պարզաբանումներ ստանան։ Այդուհանդերձ Տեր Եսայի Քահանան բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություններն ու խուզարկությունները դիտարկել էր իշխանություն եկեղեցի հակամարտության շրջանակում։ Ընդհանուր առմամբ վերջին ամիսներին հասարակական տիրույթում ու մեդիադաշտում ուշադրություն գրավեցին եւ հակասական արձագանք առաջացրին վարչապետի քննադատական հայտարարությունները, ուղղված ամենայն հայոց կաթողիկոսին, նաև մի շարք բարձրաստիճան հոգևորականների։ Փաշինյանը սակայն շեշտել է, որ իր խոսքը վերաբերում է կոնկրետ անձանց վարքին ու քաղաքական պահվածքին, այլ ոչ թե եկեղեցու ինստիտուտին, հակադարձելով պետություն եկեղեցի հակամարտություն եզրույթին։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական է։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական է։ Հանրային իր ելույթներում, սոցարտակներում, արած գրառումներում վարչապետը մի քանի անգամ անդրադարձել է հայ առաքելական եկեղեցու դերին ու քաղաքական ակտիվությանը։
մասնավորապես բարձրաստիճան որոշ հոգևորականների հայտարարություններին եւ դիրքորոշումներին։ Այս ֆոնին եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մի քանիսը հանդես են եկել պատասխան արձագանքներով, հայտարարելով, որ փորձ է արվում նսեմացնել հոգևոր կառույցի հեղինակությունը։ Ավելի վաղ մեծ աղմուկ հանեցին Տավուշի եւ Շիրակի թեմերի առաջնորդների հետ կապված դատական գործերը։ Մինչ այդ Տավուշի թեմի առաջնորդը ղեկավարում էր Տավուշը առանց սահմանների նախաձեռնությունը, ապա սրբազան պայքար կոչվող շարժումը գործող իշխանության հրաժարականի պահանջով։ Քննչական կոմիտեն այս հունիսին պաշտոնական հաղորդագրություն հրապարակեց կիստ ձայնագրություններով, որոնք ներկայացվեցին ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու գործի շրջանակներում։ Դրա հիման վրա այժմ դատական նիստեր են ընթանում։ Ավելի ուշ մեդիայում ու հասարակական շրջանակում լայնորեն քննարկվեց Շիրակի թեմի առաջնորդի ձերբակալությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության մեղադրանքի էությունն այն է, որ Աջափահյանը զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Միքայել Աջափահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Այս ամենին նախորդել էին վարչապետի եւ իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարությունները, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի եւ պետք է կարգալույծ արվի, իսկ եկեղեցիներում ստանդարտներ սահմանվեն։ Սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշապի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, իսկ գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում, Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Այս թեման շարունակում է հիմա էլ թարմ մնալ։ Մեկ շաբաթ առաջ վարչապետը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին բացառեց, որ հայ առաքելական եկեղեցու եւ հոգեվորականների շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները որևէ կապ ունեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների հետ, որոնց անգամ ծանոթ չէ։ Ապա պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք իր քաղաքական հայտարարություններից, քննադատություններից հետո են իրավապահները հոգևորականների շրջանում նման գործողություններ իրականացնում։ Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների եւ իրենց վերապահված իրավունքների շրջանակով։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ով է վերցնում։ Չկա նման բան պարզապես չկա նման բան։ Որոշ փորձագետներ էլ նշում են, որ չնայած առկա բարդություններին, պետություն-եկեղեցի հարաբերությունների հստակեցումը կարող է դառնալ Հայաստանի իրավական բարեփոխումների առանցքային քայլերից մեկը։ Հասարակության ակտիվ մասնակցությունը, իրավապաշտպան կառույցների վերահսկողությունը եւ պետական մարմինների հաշվետվողականությունը կարող են ձևավորել այն միջավայրը, որտեղ իրավունքներն այլևս չեն դիտարկվի որպես վեճի առարկա, այլ որպես հենասյուն, նշում են փորձագետները։ Եվ այսպես տեղի ունեցող այդ իրադարձությունները քաղաքական բռնությունների դրսևորում են, թե իրավապահների adekvat քայլն են քրեորեն հետապնդվող գործողությունների վերաբերյալ խնդրում։ Այն ինչ հիմա կատարվում է, բավականին հիշեցնում է 1920 թվականից հետո հարձակումները հայոց եկեղեցու վրա եւ նույնիսկ մեկին մեկ որոշակի բաներ կրկնվում են, օրինակ Պարոն Սաֆարյանը երևի կուղի կամ կհամաձայնի 20-ական թվականներին ազատ եկեղեցականներ մի հատ այսպիսի կազմակերպություններ առաջացել կարգալույսներից, չգիտեմ, այլ հարող եկեղեցուն չհարող այլ գործիչներից, թերթ էին թողարկում եւ այլն, բայց բավականին շուտ ընթացքում մարեց եւ պարագլուխները, այսպես ասենք, կազմակերպություններից մի մասը նույնիսկ գնդակահարվեց հետո Խորհրդային Միության կողմից եւ
Այս process-ը նման է եւ այդ բոլշևիկյան, այսպես ասենք, մոտեցումներին, հա, երբ որ ընդհանրենք հետո սպանվեց կաթողիկոսը, ինչպես շատերն են ասում, եւ նաեւ շատ նման է նրան, ինչ է կատարում հիմա Ուկրաինայում, որովհետեւ Ուկրաինայում գնում է մոտավորապես այն process, որը հիմա փորձում է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանը Հայաստանում։ 2019 թվականին Պորոշենկոն ստեղծեց փաստացի ուկրաինական ուղղափառ եկեղեցի, Տոմոսը փոկեց Կոնստանտինոպոլիսի պատրիարքից ուղղափառ եւ նվիրեց նրան եւ այնուհետեւ անցավ գրոհի Մոսկվայի պատրիարխատին կից ուկրաինական առաքելական եկեղեցուն։ Մենք տեսնում ենք յուրաքանչյուր օր փորձում են գրավել եկեղեցիներ, որոնք պատկանում են Մոսկվայի պատրիարխատին, ընդ որում Մոսկվայի պատրիարխատի այդ ուկրաինական եկեղեցին հայտարարել է, որ իրենք որևէ կապ Մոսկվայի պատրիարխատի չունեն։ Մարդկանց դուրս են հանում, իր ուկրաինական սրբությունը Լավրան, Կիևո-Պեչորսկի Լավրան գրավել են, հա, ծեծու ջարդով, բարձրաստիճան ուրեմն հոգեվորականներին բանտարկել են, այսինքն մեկին մեկ, նույնը ինչ անում է Փաշինյանը, քանի որ մետոդիկան նույնն է, ինքը կոնկրետ ինչ է ուզում ինքը ստեղծի եւ դրանով էլ գնում է եւ մենք իրակի օրոյից հետո ելի կտեսնենք, որ այդ process-ը շարունակական լինելու։ 90-ականներին, եթե ճիշտ եմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ արգելեց դաշնակցություն, ինքը ստեղծեց Հայաստանի հեղափոխական դաշնակցություն, դաշնակներ էին ասեմ այդ մարդկանց, ֆինանսավորեցին, օֆիսներ տվեցին, չգիտեմ, նույնիսկ զինեցին, հա, բայց էլի փճվեցին, որովհետև այդ երկարեմա պատմության մեջ, եթե դա արհեստական ինչ-որ բան է ստեղծում, դա չի աշխատում։ Ինչ կոոպերատիվ եկեղեցի է ակնկալվում կլինի։ Կոոպերատիվ հայկական եկեղեցի, շատ հավանական է որոշելու է որոշակի եկեղեցիներ գրավել մայրաթորից, հա, ինչպես օրինակ փորձելու է դա անել Օհանավանքում, եւ այդ process-ը տևելու է այնքան, ինչքան տևելու իր իշխանությունը, որովհետև հայրաքելական եկեղեցին դա էլ կմարսի։ Հիմա քրեական գործերի հետ կապված ուղղակի մի վառ օրինակ ցույց տամ, տեսեք, Միքայել Սրբազանը, հա, ընդ որում Միքայել Սրբազանը ասել է մի բան, որի համար հետո դատախազությունը քրեական գործ չի հարուցել, հա, այնուհետև կրկնել է նույն բանը ու այնուհետև քանի որ արդեն ձեռք է տալիս Միքայել Սրբազանի կալանավորել, իրեն կալանավորեցին։ Արագածոտնի Սրբազանը ինչ համար ենք դատվում, որ համոզել է մարդկանց գնալ ցույցի, բանական 3, հա, բացահայտում եղավ հետքի, որտեղ ԿՊ-ի ներքին խմբում, հա, գրված է, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ասել է Ավինյանի քարոզչական կամպանիային միցինգին բերելու է մարդկանց, հանկարծ վարչական ռեսուրս չկատարենք, հետո մտնում է Կոտայքի փոխմարզպետ ասում 25 հոգի կբերեմ, Գեղարքունիքից ինչը Երևանի քաղաքապետի ընտրության են բերում։ Հիմա եթե այդ մարդը ասել է բեր, հա, այս էլ բերել է կամ կոպիտ ասած չի բերել։ Հիմա նույնը վարչապետն է կրկնում։ Ճիշտ կլիներ իմ կարծիքով, որ հիմա դատախազությունը մտներ գրոհեր, չգիտեմ, կառավարության շենքը ու նույն ձևի ինչպես Սրբազանին բերեցին Արագածոտնի կալանավորեցին 2 ամիս, հիմա նույն արարքն է, բացարձակապես հասկանալի է ձեր կարծիքը։ Սկզբում ասեցի սա անտրովի արդարադատություն է եւ եթե դու անում ես, մեղադրում ես մի բանի մեջ մարդկանց եւ նույնը անում են քո մարդիկ, բարի եղի կամ քո մարդկանց էլ կալանավորի, այդ թվում ինքդ քեզ կամ ուղղակի մարդկանց բաստող, որովհետև դա շինծու գործ է, դա նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը այդ ցույցերին հրավիրելու, կանչելու, համոզելու գործընթացը համարում է ոչ իրավաչափ այն ինչ որ անում են Հայաստանում։ Հնարավորություն տանք դրան դիմախոսը արձագանքի եւ իր փաստարկները բերի։ Շնորհակալություն։ Նախ պարոն Քոչարյանին հիշեցնեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չստեղծեց այսպես կոչված շինծու արհեստական կոոպերատիվ դաշնակցությունը, դա քանի որ ես ինքս եղել եմ շարժման ղեկավարներից մեկը, դա ստեղծվել էր 89 թվականին, 1989 թվականին եւ այդ Էդամ Արիստակեսյան, Հարություն Արիստակեսյանը եւ Դաշնակ Կարոն չէին կարող փոխարինել, ինչքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը մոլուցք ունենար հայեղափոխական դաշնակցության հանդեպ արգահատելի կամ ատելություն ունենար, չէր կարող, այնպես որ 94 թվականին չի եղել։ Նախ Ես ասում 94, ես ասում եմ 90։ Անցնենք եկեղեցու խնդիրները։ Նախ ուրեմն հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու հովվապետը ինքը իրեն դուրս է դրել մայր խորանից եւ ուրեմն մայր տաճարից, խորանից եւ մայր տաճարից, իր կեցվածքով, իր արժի համակարգով, իր պահվածքով։
Վաղուց ի վեր նրանք դեմ են գնացել իրենց կենցաղով, իրենց մտածելակերպով 4-րդ դարում տեղի ունեցած Նիկեայի տիեզերական ժողովի եւ Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովի կանոններից, եկեղեցական մեծ օրենքներից։ Այնուհետև նրանք դեմ են գնացել հարյուրամյակների ընթացքում ձևավորված հայ եկեղեցու կանոնադրային բոլոր օրենքներից։ Եկեք առայժմ խոսենք այդ 3 կալանավորված եպիսկոպոսների գործերի մասին։ Ուրեմն սրբազան հայրերը, եպիսկոպոսները բոլորը իրենց գործողություններում ունեն հանցակազմ առ Հայաստանի Հանրապետության պետություն, առ պետականություն։ Դատարանը թող որոշի իհարկե։ Ուրեմն, այսպես ասեմ, ամեղության կանխավարկածը պիտի անպայման տարին ու ոգուն համապատասխան լինենք, ես ասում եմ առերևույթ հանցանքների մասին։ Մնացածը թող որոշի դատարանը։ Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված պիտի ասեմ բազմիցս հայտարարել է ռազմական հեղաշրջման մասին, բազմիցս հայտարարել է պետականությունը տապալելու մասին, ոչ իրավաչափ օրինական ուրեմն ճանապարհով, Բագրատ Սրբազանի կամ այսպես ասած Վազգեն Գալստանյանի արդեն պահով պիտի ասեմ, երբ որ այդ շարժումը 2024 թվականի մարտին մեկնարկել էր Տավուշում եւ դա կոչում էր Փրկություն հանուն Տավշո շարժում, այնուհետև երբ որ ուղղություն վերցրեց դեպի Երևան, ես ասացի, սա իշխանափոխության համար պայքար է, որովհետև ես ինքս եմ եղել այնտեղ ու կիզակետում կանգնած եմ եղել, սկսած էնկլավներից, մինչև Ոսկեպար, մինչև Բաղանիս, մինչև Ջուջևան եւ այլ։ Եվ ամբողջ խնդիրը ինչն էր։ Դրանից 1-2 տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ եթե տեսնում ենք իշխանափոխություն չենք կարողանում անենք կամ քաղաքական ընդդիմությունը թույլ է, այսպես կոչված ընդդիմությունը, որտեղ ես Հայաստանում ընդդիմություն չեմ տեսնում Քավլիցի, ընդդիմությունը ես համարում եմ պետության մեծ նվաճում, համարում եմ ուրեմն քաղաքական կյանքի, հանրային կյանքի ամենամեծ երևույթներից մեկը, սակայն ընդդիմության այս կերպարը եւ այս խայտաբղետ պալիտրան նկարագիրը թույլ է տալիս ինձ ասելու, որ Հայաստանում չկա ընդդիմություն, կա գրպանից գրպան տեղափոխվելու, լափամանից լափաման տեղափոխվելու մարդիկ, ասեց պիտի շարժումը ղեկավարի հայ առաքելական եկեղեցու մի նշանավոր հովիվ, ասենք եպիսկոպոս կամ արքիեպիսկոպոս եւ այլ, եւ ընդամենը նրանք եկան Երևան, բոլորս տեսանք այդ ընտրազանգվածը, իմ հայրենի ղարաբաղցիները, որոնք մտահոգ են իրենց խնդիրներով սոցիալական, կենցաղային, նաև նախկին ոստիկաններ, նախկին կաշառակեր, դեկաններ, չգիտեմ, տարբեր կարգի ընտրազանգված եւ հավաքելով հայտարարեց, որ կառավարությանը տալիս են 20-25 րոպե, այնինչ հայտարարելով, որ նաև մեր հետ է, մենք ամենօրյա հորդոր ունենք Մայրաթուր Սուրբ Էջմիածնից եւ անձամբ ամենայն հայոց հայրապետ, ուրեմն կտրիչ Գարեգին երկրորդ վեհափարից։ Ես պիտի ասեմ, եթե դրան չի հետևել Միքայել Աճապահյանի եւ Վազգեն Գալստանյանի պարագայում անմիջապես չի հետևել երկու ուրեմն հայ առաքելական եկեղեցու ստորակարգության բարձր աստիճանը ունեցող arczepiskoposների կարգալույց լինելը, փիլոնազրկումը, ուրեմն այո, հայ առաքելական եկեղեցու վերնախավը ասենք, որովհետև Հայաստանի կառավարության ղեկավարը ոչ մի նախադասություն չունի արգահատելի, քննադատաբար, թթու խոսք չունի հայ առաքելական եկեղեցու հասցեին։ Խոսքս վերաբերում է հայ առաքելական եկեղեցու վերնախավին, որոնք բռնազավթել է Մայր Աթոռը։ Եթե նա կարգալույց չի արել, ուրեմն վեհապարը մասնակից է, շատ կարճ ասեմ, վեհապարը մասնակից է այս երկու սրբազանների հետ մեկտեղ պետականության դեմ ուղղված հակապետական հեղաշրջման փորձերին, սա մեկ եւ երկրորդը, սկսած 2021 թվականի փրկության շարժումից առ այսօր վեհապարը իր նկարագրով, իր ներքին էությամբ մասնակից է հակապետական բոլոր երևույթներին եւ ինքն է դրա մարմնավորողն ու կրողը։ Երկու փաստ բերեմ, մեկը Ռուսաստանի Դաշնության կողմից պատվո նշան շքանշանի արժանանալը, արժանանալը դավադվան է։ Այո, որովհետև այդտեղ կան խութեր, այդտեղ կան ուրեմն խութեր, այդտեղ կան ուրեմն վիհեր, ես չեմ ուզում բանը հարցազրույցի ձևաչափը թույլ չի տալիս ծավալվել եւ ուրեմն Բելարուս գնալը եւ ընդամենը ներկա գտնվել մի մատորի օծմանը,
այն էլ առանց կառավարության իմացության, երբ որ Հայաստանի ղեկավարը հայտարարեց, որ սրանից հետո, յետքանի որ Լուկաշենկոն իր բերանով, կեղտոտ բերանով հայտարարել է, որ մենք ենք մասնակցել Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու այդ գործին եւ ազդագրել են Ղարաբաղը, վարչապետը հայտարարեց, որ սրանից հետո քանի նա այնտեղ ղեկավարում է Լուկաշենկոն այդ չարիքը, ոչ մի պետական այց եւ ոչ մի մեծ մակարդակի մասնակցություն Բելարուսի կյանքի չի լինի։ Բելարուսի մատուրը ես անձամբ տեսել եմ, դա մատուր չի, դա լիարժեք եկեղեցի է։ Բելարուսի մատուրում է մոտ 50,000 հայ, որոնք զրկված են մինչև այդ եկեղեցու ունենալու իրավունքից։ Կարագին երկրորդը, որպես հայոց հովապետ, իրավունք ունի գնալ յուրաքանչյուր երկիր եւ մասնակցել եկեղեցու ուսմանը։ Իսկ քաղաքական հարցերի միջամտելու դրսևորում չեք նկատել վեհապարի խոսքերում։ Անջատա կառավարությունից ես ընդհանրապես շատ կներեք անձնական չվերցնեք ձեր վրա, ես ուղղակի ապշած եմ, որ մարդ, որը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում, ես հիշում եմ նույնիսկ բեմահարթակում, հա, փոքր 15 տարեկան երեխա է, եւ հիմա դուք փաստացի գտնում եք մի կողմում մի մարդկանց մի խմբի հետ, ովքեր ասում են, որ Ղարաբաղյան էջը Հայաստանում փակված է։ Մի փոքր սա իմ ուղղակի անձնական տպավորվածության բան է, ես ընդ որում դուք էլ Արցախյան ցակումով ինչպես ասեցիք, դա եւս մի անգամ ես մի փոքր շոկի մեջ եմ կներեք։ Տեսեք, կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց այն, որ վեհապարը իրեն թույլ է տվել քաղաքական պրոցեսների մեջ միջամտություն, պարոն Սաֆարյանի մնացած ուրեմն կարծիքներ իհարկե իրավունք ունեն լինել, որովհետեւ մենք ապրում ենք դեմոկրատական տնազ ունեցող հայ երկրում եւ կարծիքի իհարկե պետք է արտահայտել, բայց դա գնահատողական կարծիքներ են հատկապես սրբազանների հետ կապված։ Ես եւս մեկ անգամ ասացի, որ սրբազանները նստած են ավելի շատ քաղաքական այսպես ասույթի համար եւ ընտրովի արդարադատություն, որովհետեւ այլ մարդիկ, ովքեր նույն արարքները արեն են, ենթադրենք, ես չեմ ասում, որ միցինգի հրավիրելը դա հանցագործություն է, որովհետեւ եմ ասում, դա Վենետիկի հանձնաժողովն է ասում, որ սա ընդունելի բան չի եւ եթե հանրական դատարան գնա, իհարկե դոտվածը դուրս է գալու, որը ներմուծել է Դանիել Հովհաննիսյանը։ Բայց եթե նույն բանի համար ես էլ եմ ասում Նիկոլ Փաշինյանը, որը ասում է մարդ կբերեք միցինգի, հա, եւ ես սպասում եմ 1 ժամ հետո ոստիկանություն, ԱԱՑ եւ այլն բոլորը լցվելու են, չգիտեմ, Կոտայքի մարզպետարան, Գավառի ուրեմն ՔՊ-ի բան բաժանում եւ այլն, կասեն ընկեր, ես ինչեր չեն անում։ Եկեք բոլորին դատենք, եթե տենց է, եկեք դա ամեն ինչ էլ անենք եւ վերջինը ուրեմն Նիկոլ Փաշինյանը իրան պահում է իր պայելաձև որպես սովորական աղանդավոր, ինքը ասում է, որ հայ-առաքելական եկեղեցու զավակ է, հա, ինքը գնում է հաղորդություն է ընդունում, հա, կաթոլիկ եկեղեցում։ Եթե ինքը չի հասկանում ինքը ինչ է արել այնտեղ, հա, Հռոմում եւ ինչ մեղք չէ, բայց ինչ սխալ բան է արել որպես հայրաքելական եկեղեցու հետևորդ։ Ուրեմն հայրաքելական եկեղեցու հետևորդ չէ, այլ սովորական, չգիտեմ, դարերից եկած անընդհատ այդ ըմբոսները անընդհատ առաջանում են նաեւ Հայաստանում եւ դուրսը, դա ասում են աղանդավորական մտածելակերպով մարդ եւ այն երիտասարդը Ստեփան Ասատրյանը, որ հիմա գտնվում է Հանավանքում, այս մարդը բացահայտ ստել է։ Հա, 3 լրագրողը, ազատության լրագրողը ասեց, բայց դու ինձ ասել ես, որ դու քննչական չես գնացել եւ ցուցմուկ չես տվել, ասում է, ես ասում եմ, այս քննիչները ասում են, այս բան չասես։ Այսինքն իրան ասում են, դու ասել ես, ասում է, ես այնտեղ չեմ եղել, հետո ասում ես քննչականն է։ Այսինքն մարդը, որը հավակնում են լինել ազնվական նոր Էջմիածին շարժման ինչ-որ ձևի առաջնորդ, հա, այս երիտասարդը, ինքը արդեն սկսում է իր ճանապարհը արդեն ստից։ Կաթողիկոսներն են ամեն ինչի մեջ մեղադրում շատ բաների մեջ, բայց այս երիտասարդը արդեն սկսում է ստից։ Այս երիտասարդը ասում 10,000 մարդ կհավաքեն, ձեր հալը կտենանք։ Այսինքն ինչ-որ մի բան սխալ է գնում, հա։ Իդեպ իսկապես այդ իրազեկելու երևույթը ինչպես է գնահատում։ Արդյոք վեհապարի վերաբերյալ իրազեկել իրավապահներին դա ճիշտ բան է։ Արգահատելի բան է, երբ որ միտեղ աշխատում են, հետո կարծեք թե ելնելով անձնական վիրավորանքից ասեմ կամ չգիտեմ մասնավոր շահից սկսում են արդեն այնպիսի բարձրագույն հայտարարություններ անել, որը կարծեք թե առաջերտին դա իրենք ելնում են անձնական նկատառումներից։ Ես այդպես եմ համարում։ Ասել, որ այս 3 եպիսկոպոսների գործունեության մեջ եւ գործառույթային իրականացրած աշխատանքների մեջ հանցակայում չկա, դա ես բացառում եմ, բայց իհարկե ընտրովի պիտի չլինի արդարադատությունը, եթե արդարադատությունը չլներ ընտրովի, ապա Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր ղեկավարները պիտի լինեն բանտարկված։ Բոլոր հանցակազմը կա,
ապա Հայաստանի Հանրապետության նախորդ դատախազը, որը 20 տարի աշխատել է եւ հետո խաչ է կախել ու շորշպար է արել, բայց մարդասպանություններ է թաքցրել եւ կատարել է ընտրովի հրադադարություն, նավաղուց պետք է լիներ բանտարկված։ Տակիրը որ ժառանգություն մնացած դատախազը, որը կրկին Նիկոլ Փաշինյանն էր կալանավորում, հետո հնոհանազան ծառայում էր Նիկոլ Փաշինյան եւ հանգիստ ֆորֆորում։ Այո, պետեկամուտների կոմիտեի նախագահը, որը մի քանի միլիարդավոր դոլարների հասած գումարներ ունի մեր ժողովրդից, թալանած պիտի լինի։ Եկեղեցու խնդիրներից եկեղեցուն ես ձեր հետ համամիտ եմ։ Այո, աղանդավորներ կան մեր եկեղեցու։ Մեր եկեղեցու հավատավորները, ուրեմն մեր հոտի ղեկավարների երեսից են, որ Թիֆլիս են գնում, Վրաստան են գնում եւ անտեղ ուղղափառ եկեղեցու արչեւը խաչակնքում են։ Չիմանալով, որ դա ուղղափառ եկեղեցի է, դա հայ-առաքելական եկեղեցին չի։ Եվ այսօր էլ, երբ որ Երևանում շատ-շատերը վարորդները ղեկը մեքենայի թողած խաչակնքում են, այնինչ գնում են սպանության կամ շնորհաբարո գործարքների, սա հավատ չի։ Մեր երկրում բուն դրած աղանդների եւ տարբեր, ուրեմն հակակրոնական կազմակերպությունների այսպես օրեցօր աճումը պայմանավորված է նաեւ մեր հոգեվոր հայրերի կենցաղով եւ նրանց ապրելակերպով։ Եվ ամենակարևորը կրկին ու կրկին ես շեշտում եմ։ Քիչ առաջ շնորհակալություն ինձ հիշեցնելու համար իմ անցյալը։ Դուք ասացիք։ Ես շնորհակալ եմ դրա համար, բայց ես նաեւ պիտի ասեմ, գիտեք ինչու է Հայաստանում Արցախյան շարժման էջը փակվել։ Արցախյան շարժման էջը ժամանակավոր է փակվել, բայց Արցախի հարցը ոչ Նիկոլ Փաշինյանը կարող է փակել, ոչ էլ որևէ մեկը կարող է փակել։ Արցախի հարցը երբեք չի փակվելու, բայց Արցախյան շարժման էջը փակվել է Հայաստանում միմիայն այն պատճառով, որ Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմաֆեոդալական վերնախավը այնքան լպիշ, ամբարո ու ուրեմն ոչ մեր ժողովրդին հարիր ռազմահայրենասիրական գործունեություն են ծավալել, որ մեր ժողովուրդը հուսախաբ է եղել եւ 2020 թվականի պատերազմին համաժողովրդական մասնակցության հիմնական պատճառներից մեկն էլ դա է։ Ինչ խոսք վերջացնում եմ, 3 սրբազանների ուրեմն ձերբակալության մեջ կա հանցակազմ, Կանպայման խոսենք, արի գնանք այսօր միտինգ։ Հիմա այս պետք է տանեն հավաքեն։ Մենք խոսեցինք այդ մասին։ Եկեղեցին դա մեծ ընտանիք է, տարբեր կարծիք ունեք, տարբեր գնահատական ունեք։ Հոգևոր հայրն է։ Ինքը կարող է իրենց առաջարկել հատկապես հայ-ախերական եկեղեցու սորակարգության մեջ որևէ պաշտոն չունեք։ Խոսքը վերաբերում է սրբազաններին։ Չէ, հատկապես էլի եմ ասում, այնտեղ եկեղեցին ինքը միապետություն է գլոբալ առումով, հա, եւ այս մարդը կարող է իրանց ասել, իրենք, գիտեք ոնց է, մենք մտածում ենք եկեղեցին ինչ որ ՍՊ է, հա, որտեղ կան ինչ որ օրենքներ, որոնցով, չգիտեմ, ես աշխատում եմ համալսարանում, բայց ես համալսարանական ժամը չեմ օգտագործի քարոզչության համար կամ ես իմ զավակին ասեմ գնում եք հանրահավաքի, ես դրսում աշխատեմ պետական աշխատող, դա եկեղեցի է, մարդիկ այնտեղ հավաքվել են հավատքով, սա մի քիչ իրրացիոնալ է։ Այդ գնահատականները ձեր արդեն հնչել են, երրորդ անգամ վերահաստատում եք, անկալելի է ամեն ինչ։ Մի բան ուղղակի ռեպլիկ թողեմ, եթե կարելի է, տեսեք, դուք ասացիք, որ Արցախը հանձնել են նախկինները կոպիտ ասած, հա, եթե տենց մեջբերեմ, եթե ինչ-որ սխալ բան եմ ասում։ Իրենց էությամբ, իրենց բարոյական կոդեքսով 2016 թվականին կանգնած եմ եղել դիրքերում, որտեղից երևում էր Գյուլիստանը, որը չեզոք գոտիում է եղել, հա, ես 2025 թիվն է, ես չեմ կարողանում նույնիսկ, չգիտեմ, Ծիծեռնավանք գնամ, հա, Արցախի ճանապարհին, հիմա ով է մեղավոր, Այլ թեմա է, որին կարող ենք անդրադառնալ այլ հաղորդման ձևաչափով, իսկ հիմա առաջարկում եմ սովորական երևանցիների կարծիքը լսենք նույն այս թեմայի վերաբերյալ։ Եկեղեցու պարտքը հոգևոր սնունդ տալն է հասարակությանը, իսկ պետության պարտքը երևի բոլորս է գիտենք ինչն է, ինչը որ ընդհանրապես չի վերաբերվում եկեղեցու գործերին։ Եկեղեցին պետք է քաշվի միտում, պետությունն էլ հանդարտվի, տեսնենք ինչ է լինի։ Պետք է չի խառնվել եկեղեցու գործերին, ոչ թե եկեղեցականների, այլ ընդհանրապես եկեղեցու։ Նշել որ եկեղեցին չի խառնվել, եկեղեցին լա խառնվել, պետությունը լա խառնվել։ Եկեղեցու դերը նաև պետությունը պահպանելն է։ Բան չեմ հասկանում, ով ում դեմ է, չեսնի գավարյա։ Եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի։ Քարոզել երևի պետք չի, այ ժողովուրդը ինքը թող որոշի։
Համախմբել ավելի ճիշտ։ Պետությունը թող իր դիրքում լինի, չխառնվեն իրար, էլի ոչ պետությունը, ոչ եկեղեցին։ Բայց որ սա խառնվել է իրար, դա փաստ է։ Պետության դեմ էլ համախմբելն է սխալ եւ եկեղեցու դեմ։ Եկեղեցին մի քիչ զուսպ պետք է լինի իր արտահայտությունների մեջ։ Կառավարությունը պետք է զիջումների գնա կամ էլ համակերպի, որ քրիստոնեությունը մեր հավանանքն է ու պիտի պաշտպանենք։ Չգիտեմ, հեղաշրջումներ են ուզում փորձ են անեն։ Եկեղեցին ինչ գործում են տանապես, այնպես բաներ են նշվում։ Եվ այսօր մտնում ես, արդեն թաթախում է դրա մեջ առիթը ստալը, որ իրանք է քեզանով ասեն, սկսեն զբաղվել։ Հույսով եմ բարեհաջող կավարտվի։ Համեն դեպս պետք է պետությունը առանձին լինի, եկեղեցին առանձին։ Պետք չի եկեղեցին ձեռք տալ։ Որովհետև թալերով մեր եկեղեցին մեզ պերգել է։ Ինչ որ անստամբություն են ուզում անեին, մեքենաներին բաժատ տալի, պատրի տակ մարդկանց են ուզում գյուլեին, ասենք էդի եկեղեցիականի ասել է։ Ինչ որ մի քանիսի սքեմի տակ թաքնված, չգիտեմ, եկեղեցականներով չի որոշվում եկեղեցու դերը։ Դե հաշտվեն առանց պատերազմների։ Հուսանք որ լավ կլինի։ Մենք տորներ ենք մեծացում, իրանց համար ենք անհանգստացում։ Հույսեր ունեմ, որ մեր պետությունը կկոնսոլիդացվի, եկեղեցին մեծ ցավ է, կարծում եմ բոլոր հայերի համար, երբ որ տեսնում են, որ մեր հոգևորականներին դատում են։ Դա կարծում եմ մենք դրանով մենակ թշնամուն ենք ուրախացնում։ Հայերս շատ բան ենք տեսել։ Էս էլ կանցնի։ Կիրակի օրը սպասվում է մի իրադարձություն, որը կարող է ել ավելի մեծ լարվածություն առաջացնել, հա։ Խոսքը հանավանքում սպասվող պատարագի մասին է, որը փորձելու է իրականացնել մի հոգևորական, որը կարգալույծ է հայտարարված եւ մայրաթորի կողմից այլևս չի ճանաչվում։ Հակառակ դրան հրավիրում է մարդկանց եւ ոնց հասկանում եմ նաեւ Հայաստանի վարչապետն է գալու այդ օրը Սողոմոսավանք։ Ինչ զարգացումներ կարող են լինել արդյունքում։ Արդյոք այս արճակատումը չի կարող դուրս գալ վերահսկողությունից։ Արճակատում չի, սա աբսուրդի ժանրից է, հա։ Ես ասեմ ձեզ, օրինակ, այնտեղ իրանք պատարագ կանեն, որը անօրինական պատարագ է եկեղեցու կանոններով, հա ինչ էլ իրենք ասեն, որտեղ կարգալույց մարդ իրանք չունի պատարագ մատուցելու, հետո իրանք միասին կարող են գնալ, Երևանում կրկես է բացվել, հա, կրկեսում մասնակցեն, այսինքն գլխավոր մարդկանց ասել դուք մի կողմ, մենք ավելի լավ գիտենք դա ինչ է, այնուհետև կարող է որոշեն ինչ որ բան, Կապույտ մզկիթ, ի նշան հայ-ադրբեջանական բարեկամության գնան Կապույտ մզկիթում մի հատ ինչ որ ազան կարդան։ Մզկիթը պարսկական է։ Պարսկական, հա, ոչինչ։ Միակ մզկիթն է մինչև սարքեն ադրբեջանականն էլ շուտով։ Մի հատ էլ դա անեն, այսինքն գիտեք, այդ երիտասարդը, հա, այդ Սուտասան երիտասարդը, ես իրանք ունեմ Սուտասան ասել, որովհետև բացարձակ վիդեոյի վրա, տեսանյութի վրա Սուտ է ասում։ Ինքը արդեն կարող է ինչ ուզում անի, բայց ինքը այդ անավանքի տարածքից, որը պատկանում է առաքելական երկրից, պետք է դուրս գա։ Ինքը կարող է նոր շարժում հիմնադրել, ինքը կարող է նոր եկեղեցի հիմնադրել։ Օրինակ ժամանակին Ուլֆ Էկման կար, որը կաթոլիկ եկեղեցու հետ համաձայն չէր, դուրս եկավ մի հատ մեծ Մենք ասում ենք աղան, իրանք ասում են եկեղեցի սարքեց, հա, ընդ որում Հայաստանում երկրորդն է կարծեմ քանակով մարդկանց, աշխատացրեց, դրեց, սփռեց, մտավ տարբեր երկրներ, քարոքանդարեց, քաղաքականացրեց, հետո փոշմանից վերադարձավ էլի կաթոլիկ եկեղեցի։ Միգուցե եկեղեցին խնդիր ունի, իհարկե, որտեղ եկեղեցին դա հասարակության մի մաս է, եւ մենք տեսնում ենք, որ եկեղեցում այո կան մարդիկ, որոնք կարող են սուտ խոսել, հա, որոնք կարող են չարուցապ լցվել, որոնք կարող են ասել, ես 10,000 հոգի կհանեմ ժողովրդի դեմ, հնամյատնեք դուք ինչ եք անելու։ Ամեն ինչ լինում է բոլոր մակարդակներով լինում է, բայց հարցը այդպես չի լուծում։ Ի վերջո կա սահմանադրություն, կա տարանջատում եւ կա կառուցվածք եկեղեցու։ Էլի եմ ասում, մենք շատերս նայում ենք, որ եկեղեցին ինչ որ կառավարական հիմնարկ կա, ինչ որ բիզնես հիմնարկ կա, ինչ որ ՍՊ է, չէ, եկեղեցին դա մարդիկ, ովքեր հավաքվել են, որոնք հավատում են Աստծուն։ Աստված ինքը շոշափելի կատեգորիա չի։ Ինքը դու կամ հավատում ես Աստծուն, դու կամ հավատում ես, որ Աստված օծել է բոլոր մեր կաթողիկոսներին, հա, եւ իրանք Սուրբ Օծումով գնում են, հա, Թադևոս Բարդուղիմեոսի ժամանակներից, կամ չես հավատում։ Ինքեր, եթե չես հավատում, կներեք շատ բառեսանալ, քեզ ինչ, հա, հատկապես որ օրենքով ամեն ինչ գրված է։ Հիմա շատ կներեք, վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է որոշի, որ այդ երիտասարդներ կգնան, չգիտեմ, այդ կառույցի մասին, որ ես խոսեցի, հայկական բոլոր աղանդներով կամ ոչ կրոնական եկեղեցիներով ֆարքան ինչ որ ելույթներ ունենան, չէ, սա չի կարելի։ Եթե դու ասել ես պետությունը անջատել եկեղեցուց, բարի եղի
Ուրեմն դա մի արա, մեկ էլ ես եթե խնդրեմ անձնական խնդրանք, եթե ասում եք Միքայել Աջապահյան, ուրեմն Վազգեն Դաստանյան, բան Բագրատ Սրբազյան, եթե բոլորին աշխարհիկ կասում աշխարհիկ։ Հայ ռակելական եկեղեցու բարձրագույն մարմինը ազգային եկեղեցական ժողովը չի գումարվում պատշաճ կերպով ըստ օրենքի եւ բացի դրանից էլ քահանայի ժողովը եւ նաեւ մյուս եպիսկոպոսած ժողովը անընդհատ հրավիրվում է քիմքին հաջող կերպով նրա կամահաճույքով օրվա վեհապարի հաճույքով գալով Սաղմոսավանքում տեղի սպասվելիք ակնկալվանքում ակնկալվանքում շատ հարգում այդ վանքի իմ համար մի ուրիշ նշանակությունի կներեք ներողություն եմ խնդրում գալով դրան տեսեք տվյալ պահին կտրիչ Ներսիսյանի կողմից նրան կարգալուց անելը ես չեմ ընդունում ես չեմ գտնում որ Արամը մենք պետք է ընդունենք կամ չընդունենք ոնց է կարգը չգիտեմ Արամը այդ քահանան է չէ որ պիտի Սաֆրանցիա դուք ասում եք կտրիչ Ներսիսյան դուք արդեն կարգալույց եք անում ուրեմն եթե ինքն է իրեն կարգալույց արել իր կերպարով դա այդպես է դա չի քննարկվում ուրեմն ես գտնում եմ մեղքերի ծանրությամբ կտրիչ Ներսիսյանը մի 10 անգամ ավելի մեղքի արժանի քան Արամը վարչապետի մասնակցությունը Օհանավանի պատարագին ճիշտ է վարչապետը ինքն է ընտրում մասնակցի թե ոչ Արդյոք դա չի հրահրի նոր ես գտնում եմ որ կառավարության ղեկավարը հակաեկեղեցական գործունեություն չի ծավալում ընդհակառակը 2018 թվականին նա մեծահոգություն է դրսևորել Մայր Աթոռի ղեկավարության հանդեպ որպեսզի ուղղվեն, բայց չի ուղղվել գալով արդեն որ դա ավելի կհրակներ մարդը ինչ իրավունք ունի եկեղեցուն շանս տա ուղղվելու թե ինքը եկեղեցին պետք է կանգնած լինի պետության ես նույնիսկ չգիտեմ իրան ով է մտածել որպես միաբանության շատ անդամներ իրան ով է մտածել հայոց հայրապետը միշտ ասել են որ եկեղեցին պետք է նպաստի պետության կայացմանը մեր եկեղեցին ոչ միայն եկեղեցին այլ հասարակ քրիստոնեական եկեղեցին կայացմանը ձեր պետությունը ձեր հայրենիքը Ձեր պետությունը, ձեր հայրենիքը հանձնել է Ադրբեջանին, ձեր պետությունը ասում է, որ այն շարժումը, որը դուք սկսել եք, դա եղել է խորհրդային պատրիոտիզմի մոդելի վրա, որը պետք է փակել։ Ձեր պետությունը ճակերտավոր, չէ, ձեր պետությունը ասում է, չէ, դուք հիմա շարունակում եք։ Ես հարցում եմ, որը շատ կարևոր է ու պետք է հասցնենք այդ հարցին անդրադառնալ։ Ես որ ասում եմ ձեր պետությունը, դա եկեք հավլիցի, դա Նիկոլ Փաշինյանի պետությունը, դա Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության շահերը, հնարավորություն տալու եմ խոսելու։ Ես երկու նախադասության վերջացնում եմ։ Ես գտնում եմ, որ ուրեմն եկեղեցին պետք է եկեղեցու տերերը կանգնած լինեին պետության կողքին, պետք է ծառայեին պետությանը, ավելի խորը ասեմ, եւ եկեղեցու մեր ղեկավարություններ բարձր հոգեվոր դասներ առաջերտին պիտի պաշտի ոչ թե խաչը, այլ պիտի պաշտի զինանշանը պետության եւ դրոշը։ Եվ ըստ այդմ շարունակի իր գործունեությունը գալով Օհանավանքի նոր են գալիս, գալով Օհանավանքի պատարագի կազմակերպիչ Արամ Քահանային եւ դրան վարչապետի մասնակցությանը ես այստեղ հակաեկեղեցական, հակապետական ոչինչ չեմ տեսնում։ Իսկ ասելով որ եկեղեցին կարգալույց անում, եկեղեցու օրենքներ իրավունք չունի պատերականել, դու ոչ մի հակաեկեղեցական բան չեք տեսնում։ Նախ ասենք որ մեր վեհապարը կուսակրոն վեհապար չի, նա կուս չի, ոչ թե կուս, այլ կոս են ասում տղամարդկանց նա կոս չի։ Այլ թեմա է, տեսեք, Տիգրան, խնդրում եմ իմ հարցին պատասխանել։ Արդյոք չի հասունացել եկեղեցում իսկապես արմատական բարեփոխման անհրաժեշտությունը։ Եկեղեցին 900 տարի ապրել է, գործունեություն է ծավալել, չունենալով պետականություն, Հայաստանում չկար պետություն։ Հիմա ունենք, արդյոք չպետք է հարմարվի, հաշվի առնի, որ կա պետական շահ։ Պարոն Երկանյան, դա այդտենց էլ եղել է եկեղեցին պահել է։ Եկեղեցին դա պետության եւ ազգի անգլերեն բառով ասեմ բեկափն է, հա, որը ժամանակին հավաքել է, եկել է անկախությունը 18 թվականին, եկեղեցին ասել են գեր։ Քեզ Վազգեն առաջինը, հա, որը զբաղված էր կրկին հակապետական գործունեությամբ, հա, Վազգեն վեհապարը, որը ցույցերի էր մասնակցում, որը Մոսկվայում սովետի դեմ էր խոսում եւ հակապետական գործունեություն չի անում։ Հա, բայց
պրոազգային գործունեություններ, ազգի մասին է մտածել։ Ինչ է անում մեր հայրաքելական եկեղեցին, կանգնած է ազգի կողքը, ինչի սկսվեց այս ամեն ինչ, այս կատաղի գրոհը։ Կատաղի գրոհից երբ որ Գարեգին Վեհապարը գնաց Շվեյցարիա եւ այնտեղ իրանք ասին, որ Արցախի հարցը փակված չի, մենք ստեղծում ենք լեգիտիմ կառույց, որը այսօր զբաղվել է Արցախի հարցով։ Եվ դա Փաշազադեն այնտեղից հիստերիկացավ, ասեց նրանք ռևանշիստներ են եւ 4 օր առաջ էլ ասեց, անդադ ասում են, այսինքն եթե պետությունը ազգապահպան գործունեություն չի անում, եկեղեցու ֆունկցիան ազգապահպանությունն է, չէ՞ կներեք ես վերջացնում եմ։ Եկեղեցու ամեն ինչ իդեալական է։ Իհարկե ոչ։ Ահա, ես դրա մասին եմ ասում։ Բայց եկեղեցին ինքը ինչ է։ Որն է, որ արժի վերանայել։ Եկեղեցին խորհրդային միության ժամանակ տուժվեց բավականին երկար, հետո խորհրդային միությունը որ հասկացավ դեմ պայքարելա եւ իրոք բան գնաց քաղաքական ազգային զարթում գնաց այդ ժամանակ եկեղեցին են մասնակցեց այն ինչը երբ որ Արցախյան շարժումը սկսեց Վազգեն Վեհապարը եկավ կանգնեց ազգի կողքը չկանգնեց պետության կողքը հա դե մեր պետությունը չէր մեր պետությունը արդեն ձևավորման փուլում է անկախության մի վարքեներ բարեսաֆարը եւ ասեց գնաք տու միտինգավորների եւ ձեր ճակատագիր կանից գնացել է հացադուների մասնակցել օգտել եւ դեմից բոլորը տենց են ասել հետո հասկացել ու տեսել են որ ազգային շարժում է եւ էլի անկախություն ձեռք բերեցին եկեղեցին ասեց ընկեր ես քեզ ես իմ բաներով զբաղվեմ հա եկեղեցաշինությամբ եթե Էլի ասում Գարեգին Վեհապարը շատ վատն է, եւ մեր հոգեվորականը շատ վատն է, գնահատականը տալիս է ժողովուրդը։ Իսկ մարդկանց քանակը, որը գնում է եկեղեցի, իրոք հավատացյալ մարդկանց, ոչ թե մոնվառողների, իրենք տարի աճում են, այսինքն ինչ որ մի բան, հա, այդ բաներում, որ սա հակապետական հակազգային մարդը, ոչ, մարդիկ գնում են այդ եկեղեցին, մարդիկ գնում են հայրաքելական եկեղեցին, ավելին ես ձեզ ասեմ, ես դա ընդունում եմ եւ ես խոսել եմ նաեւ հոգեվորականների հետ էջմիածնի, որտեղ հոգեվորականը ակտիվ է, այնտեղ որևէ աղանդավոր կառույց չի աշխատում վառ 3 րոպե, բայց մի թեմա կա, որին պետք է անդրադառնամ։ Արտաքին դերը այս ամենում, հա, այդ նախաստորագրված համաձայնագրի 8-րդ կետում խոսվում է, որ կողմերը պետք է կանխեն ինչ-որ ատելությունն խոսքը, ռևանշիզմի դրսևորումները եւ այլն։ Ադրբեջանում ոմանք ասում են, այ հայ եկեղեցին դա ռևանշիստների որջ է եւ մինչեւ չլուծեք այդ հարցը խաղաղ համաձայնագիր չի լինի։ Այ դա ինչ որ դեր խաղում է թե ոչ։ Նախ ես իմ գործընկերոջը ասեմ, որ ես խոստանում եմ առաջիկայում Արցախի պայքարի, Արցախի հանձնման, պատճառ-հետևանքային կապի հետ կապված իմ մոտեցումները ձեր հետ կիսեմ, թեկուզ եթերից, որովհետև մեզ մնացել է 3 րոպե, որպեսզի դուք իմանաք, որ ես չեմ կարող լինել որևէ մեկի շահը սպասարկողը։ Դուք չեք սպասարկում, դուք կանգնած եք այդ մարդկանց կողքը։ Երկրորդը արտաքին ազդակ ես բացառում եմ, որովհետև վաղուց է կառավարությունը ձեռնարկել այս գործունեությունը հայ եկեղեցին մաքրելու այլադավաններից, հայ եկեղեցին մաքրելու այն մարդկանցից, որոնք բռնազավթել են մայրաթորը, տեսեք, ես պիտի ասեմ, որ Արտյոմ ջան, վերջ ասում եմ, պատմության մեջ կան կույր հավատի կողմնակիցներ, չէ՞։ Supporter implicit of fate։ Եվ կան նաև, ասենք, Կրոնվելը ունեցել է կողմնակիցներ, որոնք իր համար կյանքը կտային, այրոնսայդերներ, չէ, երկաթի կողակիցները։ Մեր մոտ եկեղեցու հավատը, եկեղեցու հանդեպ հավատը գնալով թուլանում է, տկարանում է, ինչու համար, որտեղ մեր հավատացյալ հոտը տեսնում է եկեղեցու վերնախավը ինչով է զբաղված, էլ բիզնես, էլ շնաբարո վարվելակերպ, էլ չգիտեմ զենքով խորամ մտնել, էլ չգիտեմ հարսանիքներ, էլ չգիտեմ դերևս ապօրինի զավակ ունենալը, ավելի շատ գնալ եկեղեցի, դերևս ապօրինի զավակ ունենալը, դերևս դա չի համարում չարյաց փոքրագույնը, ասել, որ սա ունի արտաքին ազդակ եկեղեցու վրա հարձակվելու համար կտրականապես մերժում եմ, որտեղ կառավարությունը եկեղեցու հանդեպ ոչինչ չունի լավից բացի դրանից մեր եկեղեցու վերնախավը թափանցիկ չի աշխատում։ Ամբողջ աշխարհում Գերմանիա, Անգլիա, Իտալիա բոլորը սենց հրապարակում են, չէ, ultimate beneficiary, եկեղեցու նվիրատուների ցանկը։ Մեր մոտ սա չի արվում։ Մենք, ասենք, մեկը եկեղեցու Վեհապարին փող է տալիս, ասում է, ես կանգնած եմ եկեղեցու կողքը, Մոսկվայից եկել է, ուզում է իշխանափոխություն կատարի։ Մեր պետությունը պիտի դա չթույլատրի։ Տիգրան, արդյոք արտաքին գործոնը նկատվում է։
Սոկի պատասխան, եթե ես ինչ-որ գումար եմ տալիս եկեղեցուն, դա ում եկեղեցու մեջ է, հա, եկեղեցին փառք Աստծո, նաև հարկային է, հարկեր է վճարում, top 1000-ի մեջ է մտնում որպես հարկատու խոշոր, նաև եկեղեցին հրապարակում է այդ եկամուտները եւ այդ ամեն ինչ, այսինքն այստեղ բան անենք։ Ես ուզում եմ, չգիտեմ, կոպիտ ասած եկեղեցի սարքեմ ինչ-որ գյուղում եւ ես գումարը տալիս եմ եկեղեցուն, դա իմ եւ եկեղեցու գործն է բացարձակապես։ Եվ երկրորդը, իշխանությունը իրավունք չունի մաքրել եկեղեցու ներսից մարդկանց։ Եկեղեցու գործունեության պատասխանը տալիս են հավատավորները, իսկ հավատավորների հոտը բազմակի աճել է, ելի եմ ասեմ, եւ եկեղեցաշինության շնորհիվ, եւ նաեւ մարդիկ գալիս են տեսնում են նորմալ քահանաներ են, ամեն ինչը եւ այլն, այսինքն այստեղ ելի եմ ասում, այդ տարանջատումը մենք պետք է խիստ փայենք եւ որևէ մեկը պետությունից իրավունք չունի գնա եւ զուգահեռ պատարակ մատուցի։ Եթե եկեղեցու սքեմ հակած եւ վեղար կրող ազնվորությունը գործակալական կամ ասենք որևէ ցանցի մեջ է։ Հիմա Միքայել Սրբազան պետությունը չպիտի զբաղվի։ Միքայել Սրբազանում գործակալն է։ Տիգրան, հարցս հիշում եք։ Դիմացը գործակալ Միքայել Սրբազանում գործակալն է, որը սա իմ հարցին խնդրում եմ, պատասխանեք ու ամփոփենք, հա։ Այ Փաշազադեի Ալիևի դերը այս ամենում նկատում եք։ Ես ամենասկզբից ասեցի, մեկին մեկ ինչ կատարում է Ուկրաինայում, փորձը կատարում է այստեղ։ Այսինքն մեկին մեկ ես էլ եմ ասում, ես մի քանի շաբաթ առաջ հարցազրույցներ եմ տվել եւ ասել եմ, որ այստեղ կոոպերատիվ եկեղեցի է բացվելու, չգիտեմ, անունը կդնի Հայաստանի առաքելական եկեղեցի։ Այդ ուղղությամբ է գրել տերերը, որոնք մեծ Բրիտանիան է եւ Թուրքիան է, որոնք նայում են այս տարածաշրջան, իրանց դա է պետք։ Ի վերջո, ելի եմ ասում, ոնց որ ասում են սեփական բանակը չես պահելու ես այլ պետության բանակ, հիմա սեփական եկեղեցին չես պահի, գնալու ես օրը 5 անգամ նամազ անես։ Մեզ մնացել է 1 րոպեից ավելի քիչ, 2 նախադասությամբ, ինչը կուզեք, որ հեռուստադիտողը հիշի ձեր այսօրվա ասած խոսքից։ 2 նախադասություն ունեք։ Հեռուստադիտողը կարծում եմ հստակ գիտի, որ այսօր պետության հոգացության ներքո կա խոնարհված եւ ավերված եկեղեցիներ, մշակութային օջախներ, որոնց մասին կառավարությունը հանձինս ԿԳՄՍ-ի կրթության, գիտության, մշակույթի նախարարության ավելի շատ է զբաղված վերանորոգման եւ ոտքի կանգնեցնելու հարցերով, քան մայր աթոռի իրավասության ներքո գտնող այն եկեղեցիներին, որոնց վարչապետը անվանել է վանքերին, որոնց վարչապետը անվանել է Չուլան, դրանից բացի ես պիտի ասեմ, որ հայ եկեղեցու վերնախավը զբաղված է պետականադար գործնեությամբ, որպեսզի վրեժխնդիր ուժերին բերի իշխանության, վերջացնում եմ, զբաղված է ոչ կրոնական կանոնավոր գործնեությամբ եւ ձեռի հետ էլ զբաղվում է քարոզով, պատարակով, որը հույս ու հավատ չի ներշնչում հայ 100,000-ավոր հավատացյալներին։ Բացի դրանից, հայ առաքելական եկեղեցին, որը ունի 4 նվիրապետություն, իրար հետ հաշտ ու համերաշխ չեն։ Պոլսով հայոց պատրիարքարանը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, Կիլիկիո թեմը, Հանձինս Անտիլիասի եւ Արանվեհափարի եւ Էշմիածինի իրար հետ համարյաշ չեն։ Այլևս չեմ խոսում հարանվանությունների մասին, հայ կաթողիկո եկեղեցի մասին, այլևս նաեւ հայ ավետարանչական ընկերության մասին, որոնք շատ դեպքերում ավելի հետամուտ են ազգային խնդիրների մեջ, ավելի հանդուգն են եւ ավելի խիզախ են, քան հայ առաքելական եկեղեցու 100,000-ավոր հետևորդներ։ Պատմաբան Գագիկ Սաֆարյանի կարծիքն է։ Կառավարությունը ոչ մի դեմ քայլ չի անում հայ եկեղեցու, դեմ փորձում է հայ եկեղեցու վերնախավը մաքրի այլադավաններից եւ շնաբարով։ Մենք ստիպված ենք լինելու մոնտաժել, որովհետեւ չի տեղավորվում մեր ֆորմատի մեջ։ 2 նախադասություն ունեք Տիգրան։ 2 նախադասություն, պարոն Սաֆարյան, ես որպես հայ առաքելական գյուղի հետևյալ, որպես հավատացյալ մարդ, ձեզ ուղղակի խորհուրդ եմ տալիս այդ ձեր վերաբերմունքը եկեղեցու հանդեպ փոխել, ապաշխարել, վերադառնալ, միանալ այն ժողովրդին, որը պայքարում է Հայաստանը փրկելու համար, այդ թվում մեր հայ լինելու իրավունքը, որը պայքարում է դրա համար, որ մենք երբևէ կրկին կարողանանք ինչ-որ ձևի վերադառնանք Արցախ, որը պայքարում է մի իշխանության, ոչ թե պետության դեմ, որը հանձնել է Արցախը, որը հանձնել է իմ եւ ձեր հայրենիքը եւ որը բերելու է նրան, որ ի վերջո Հայաստանը դառնալու է վիլայետ, որտեղ ոչ թե եկեղեցու հարցն է քննարկվել, այլ եմ ասում, օրը 5 անգամ նամազ կարմիր բերետների ներկայությամբ անել է։ Հնչեցին պատմաբան Գագիկ Սաֆարյանի ու քաղաքագետ Տիգրան Քոչարյանի կարծիքներն ու գնահատականները, շնորհակալ եմ երկուսին էլ։